ժամը 12-ից մինչև առավոտ ժամը 7-ը մեր երկրում, մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում 100 հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Ու սա մեր պետական ռազմավարության ընդհանրապես սխալ քաղաքականության հիմնական կիզակետն է, արդյունքն է։ Պետությունը ունի 3 հիմնական ենթակառուցվածքային ուղղություն։ Առաջինը ջուրն է, երկրորդը գազը, երրորդը էլեկտրականությունը։ Ջրով մենք հասել ենք նրան, որ Երևան քաղաքում 21-րդ դարում մի շիշ ջուրը օրական 7 ժամ անհասանելի է լինելու Երևանի 100 հազարավոր բնակիչների համար։ Ձերը բայց ինչ-որ արդեն կտրել են, հա, որ ձեր շիշը դատարկ է կամ քաղաքացիական։ Արդեն կտրած է։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, վերջի 4 ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս, էներգետիկայի ոլորտում նույնպես 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ։ Ջրի մեջ ունենք անկում մատակարարման, էլեկտրաէներգիայի մեջ ունենք աճ անջատումների եւ մեր արտաքին քաղաքականության, սխալ քաղաքականության արդյունքում մենք վտանգում ենք նաեւ գազամատակարարումը մեր երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, ջուրը անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ։ Եվ մենք պետք է այս հարցը կարողանանք լուծենք նորմալ կառավարման արդյունքում մեր երկրում սա պետք է հարց չլինի։ Բժշկական հաստատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն։ Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում։